Ողջունում եմ բոլորիդ, այսօր մենք հյուր ենք եկել քաղաք Նինոց Մինտան, Ամելի Coffee Bakery սրճարան եւ կզրուցենք տնօրենի հետ, Նինա Իգնատոսյանի հետ։ Ողջունում եմ Նինա, մի փոքր ուզում եմ որ պատմեք այս սրճարանի մասին, շատ հետաքրքիր դիզայնով, տաք մթնոլորտով, ուզում եմ պատմեք ինչպես է ստեղծվել այս սրճարանը, որտեղից է ծագել այս միտքը եւ արդյոք արդարացնում է այս պահին, թե ոչ։ Բարև ձեզ, բարի գալուստ մեր սրճարան, հուսով եմ, որ հավանեցիք ընդհանուր տեսքին մթնոլորտին։ Սրճարանը ընտանիքով ենք որոշել բացել համատեղ ուժերով։ Քանի որ ես փոքրուց սիրել եմ գործս, 25 տարի այս գործով եմ զբաղված, միշտ սարքել եմ տորթեր, համովություններ։ Երեխեքս չթողեցին, որ այդ ամեն ինչը այդպես անցներ, չէի ուզում վերջում էլ պատրաստեի, ինձ ուղարկեցին, որ վերապատրաստվեմ։ 3 ամիս վերապատրաստվելուց հետո այդ եվրոպական դեսերտները հետաքրքիր էր, իմ համար էր հետաքրքիր, քանի որ ստեղ չկար մեր ռայոնում, մեր տարածքում չկար նորություններ, որոշեցինք համ մարդկանց համար հետաքրքիր կլինի, կծանոթանան, կգան, կփորձեն մի տեղ, մի վայր ստեղծել, որ մարդիկ մի բաժակ սուրճի շուրջ հետաքրքիր զրույց կունենան, կնստեն, քաղցրությունները կփորձեն ու հետաքրքիր ժամանակ կանցկացնեն։ Ինձ թվում է մարդկանց այս ամեն ինչը հետաքրքիր է ու իրոք նույն հաճախորդը մի քանի անգամ գալիս է, դա արդեն պլյուս է։ Ես մտածում եմ, որ այո, ես մտածում եմ, որ ուրեմն հետաքրքիր է, որ փորձում են նորից գալ։ Իսկ ես իմ հերթին ուզում եմ, ձգտվում եմ նորություններ ավելի հաճախ անել, պատրաստել, թարմություն բերել, որ նույնից չհոգնեն մարդիկ։ Մի բան սրտովս չի, որ մենակ եմ պատրաստում, չեմ հասցնում։ Հուսով եմ ընթացքում կհամալրենք մեր թիմը։ Իսկ կան տեխնատուներ, ովքեր որ ուզում են միանալ ձեր թիմին։ Ես դեռ չեմ բարձրաձայնել, քանի որ 2 ամիս է, որ աշխատում ենք։ Սկզբից ես մտածում էի, որ ես պետք է սարքեմ, ես մի հատ հասկանամ այս ամեն ինչը ինչպես է ընդունվում, բայց հիմա մտածում եմ, որ մենակ ես այս ամեն ինչը անընդհատ աշխատելով առավոտից իրիկուն չեմ կարող, ինձ պետքա թիմը համալրել, որ ավելի շատ արտադրենք, ավելի, չգիտեմ, հասանելի լինի մարդկանց էլ ամեն ինչը։ Իսկ դժվարությունների մասին եթե խոսենք, տեսեք դուք ստեղծեցիք այս սրճարանը, բացեցիք եւ այս բացման process-ի մեջ կամ ինչ որ ստեղծման process-ի մեջ արդյոք եղել են ինչ որ խնդիրներ, թե ոչ։ Իհարկե առանց խնդիրների ոչ մի գործ ինձ թվում է չի լինում, դժվարություններ միշտ էլ կան, մենք ընտանիքով հաղթահարել ենք։ Ընտանիքով ավելի դժվար է միջի այլոց, ընտանեկան բիզնեսը համ հաջողակ է, համ շատ դժվար, որովհետև տան մարդիկ ենք, ոնց որ լուրջ չենք վերաբերվում, երևի ամեն մեկս մեկից պայքար է լինում, դժվարություններ։ Իսկ ինչքանով հեշտությամբ եք հաշվում ձեր աշխատանքը։ Այսինքն դուք հստակ գիտեք, ով ինչ է անում, ընտանիքի նկատի ունեմ, թե այդ պահին ոնց հարմար եղավ։ Ամենքս մեր ուժեղ կողմը ունենք։ Պետք է Աստված նա այդպես մեզ ստեղծել, որ ցանկացած մարդ, ամեն մարդ իր ուժեղ կողմը ունի, չէ՞։ Ընտանիքի մեջ նկատում ենք, տեսնում ենք, որից մեջ ինչն առավել ու առաջ ենք տանում խոսքը, գործը։ Իսկ աշակերտներ ունեք կամ ինձ միշտ դիմել են, առաջ որ սարքում էի, միշտ դիմել էին մարդիկ, որ կան սովորեն մոտս, քանի որ ես ինքնուս էի, չէի սովորել ինչ-որ միտեղ, մտածում էի, ես չեմ կարող սերտիֆիկատ տալ, այդպես պատահական, իսկ այս պահին ես ազատ կարող եմ։ Այո, քանի որ սովորել եմ Երևանում բարձրակարգ
ակադեմիայում, Երեմյանների ակադեմիայում բարձրակարգ սերտիֆիկատ եմ վերցրել, որ ես այդ ամեն ինչով կարող եմ, այդ ամեն ինչը կարող եմ փոխանցել աշակերտների, այո, այս պահին արդեն կարող եմ։ Իսկ վստահ եմ իմ ուժերի վրա։ Ինչքան ժամանակ է պետք, որպեսզի դուք սովորացնեք այն ամեն ինչ, ինչ որ դուք գիտեք։ Դե իհարկե լրիվությամբ չէ, բայց մի կուրսը օրինակ եմ սկսել, 0-ից եմ սկսել, որովհետև քանի որ չնայած սկզբից չէի մտածել, որ մենք սրճարան պիտի բացենք, ինձ հետաքրքիր էր այդ ամեն ինչը։ Ես երբ ուզեցել եմ սովորել այս ուղղությամբ, այն ժամանակ չկար այդպիսի ճյուղ, որ գնայի միտեղ ես սովորեի, ինչ-որ մեջս կա, ինչ-որ սիրում եմ։ Իսկ այս պահին ուրախ եմ, որ այդ ամեն ինչը հասանելի էր։ Ես 3 ամսում եմ վերապատրաստվել, ավելի խիտ գրաֆիկով, միգուցե ամիս ու կես կարողանամ այդ իմ սովորածը փոխանցել։ Շատ հետաքրքիր է։ Իսկ այս տարածքը անձամբ ձերն է, թե չէ, վարձակալել եք։ Վարձակալել եք։ Լավ կլիներ, եթե ձեր իհարկե շատ լավ կլիներ։ Դժվար այս պահին ինձ շատ դժվար է համ վարձույթը տալ, համ նոր ենք սկսել, նոր պիտի ձեռք բերեմ կլիենտներ, որ գործը այդ հաջողության առաջ խաղացում նոր պիտի ես զգամ, տեսնեմ, աշխատանքս նոր պիտի հասանելի լինի, չգիտեմ։ Իսկ ինչ վերաբերվում է տեսականին, եթե կարող եք ներկայացնել ինչպիսի տեսականի ունեք, մենք այսպես գեղեցկությունները տեսնում ենք, բայց ավելի երևի իհարկե միշտ համալրում եմ, ես չեմ հասնում մենակով այդ բոլոր տեսակները բանանել, պատրաստել միանգամից քիչ-քիչ։ Չիզքեյքեր, կրուասաններ, մակարոններ, ֆրանսիական, իտալական, տարտեր, մուսեր, շոկոլադների տեսակներ եմ ժամանակը չհերիքեց, որ պատրաստեի, բայց այս ամանորին նախորդին հաստատ կպատրաստեմ, չգիտեմ, շատ են տեսակները, ավելի հիմա որն է ավելի մարդկանց կողմից սիրված։ Այո, սիրված։ Որովհետև այն ինչ դուք բարձրաձայնեցիք, դա երևի մեր տարածաշրջանի համար նորություն է եւ ախալքալակում եւս չկա նմանատիպ, ասենք, բայր, որտեղ որ կարող ես փորձել ես ամեն ինչը, ու ես պատկերացնում եմ, որ Նինոց Մինդայում նույնպես սա նորություն է ու ինչպես են հարմարվում այ ժողովուրդը ինչպես են հարմարվում, գալիս։ Կարծիքները լսում եմ, ինձ հետաքրքիր են իհարկե մարդկանց կարծիքները, համերը տարբեր են, որովհետև իմ կրեմները գուշոնիով ու կարակով կրեմներ չեն սովորական, որը մենք փոքրուց արել ենք, մշակված կրեմներ են, նույնն էլ խմորներ, ես որ առաջի անգամ իրանց մոտ փորձեցի այս ամեն ինչը, ամբողջ կյանքում քաղցրի հետ եմ գործ ունեցել, բայց տարբերությունը միանշանակ զգացի, շատ հաճելի էր, ես իմ կողմից էլ այդ ամեն ինչը սիրվեց, մարդիկ փորձում են, մի քիչ կարող է գնային առումով նեղվում են, մտածելով, որ թանկ է, իսկ ես բարձր որակի հումքով եմ աշխատում պարտադիր, որովհետև այդ ամեն ինչ, այդ համը հենց այդ հումքի մեջն է, կարևորը բարձր որակի հումք օգտագործելն է, որ ստանաս այդ համը, որ մարդիկ ծափահարում են, սիրում են, գովում են, հա։ Իսկ ունեք առաքման սերվիս։ Իհարկե։ Եվ կարող եք զանգահարել, հա, եւ պատվիրել։ Իսկ սոցեջեր վարում եք։ Ունեմ օրինակ ես ձեր կաֆեի մասին լսել եմ իմ ծանոթ մի աղջկա կողմից, ինքը Facebook-ով տարածել էր էլի ձեր քեյքերը եւ նշել էր ձեզ։ Հենց Իրինայի մասին է իմ խոսքս։ Այդպեսով տեսել եմ, ուղղակի դա քիչ է եղել, որովհետեւ ես պատկերացնեմ, որ դուք ունեցել եք նմանատիպ հաճելի վայր։ Ինչքանով եք զբաղվում այս գովազդի հարցերով։ Շատ չեմ զբաղվում, որովհետև քիչ թե շատ ինձ գիտեն, մեր երկու ռայոններն ինձ գիտեն, նոր չէ ամեն ինչը, որ ես
ճչացող ինչ որ քայլերով ինձ ներկայացնեմ, մարդիկ իմ մասին լսել են շուտվանից, բայց այս ամեն ինչը, որ հիմա սկսել եմ սարքել, դա արդեն երբ գիտեն ինձ, արդեն մի երկու բան, որ էջերում գցեմ, արդեն պարզ է։ Իսկ ո՞նց եք որոշել այս անունը, որ պետք է լինի ձեր սրճարանի անունը։ Սրճարանի անունը Թորնիկիս անունն է, Ամելի։ Մտածեցի ուրիշ երևի ավելի ճիշտ է, ավելի հարմար, ավելի իմ համար սիրելի իմ Թորնիկի անունը կլինի, որ դնեմ կաֆեի անունը։ Իսկ որը նշանակում է, անունն էլ իր հեշտին, իր բացատրությունը ունի, նշանակում է ժպիտ, ջերմություն, քաղցրություն, մաքրություն։ Ինչը որ Այդ մանկական ժպիտ, անկեղծություն, այո։ Այո, այդ ամեն ինչը անունի հետ համապատասխանում է, ես Ընտանեկան, այս ամեն ինչը ընտանեկան միջավայրում է ստեղծվել, ընտանեկան մթնոլորտ, որ կան մարդիկ տեղ ունենան, մեր մոտ չկա այդպես տեղ, որ երեխայի հետ, երկու ընկերուհի գան նստեն, խոսեն, զրուցեն, ասենք մի քիչ հաճելի պահեր ունենան։ Ես ուզում եի հարցնել, թե կանայք ինչքանով ակտիվ են եւ ավելի ձեր հաճախորդները ավելի շատ կանայք են, թե Չեմ կարող ասել, երևի հավասար։ Գիտեք ինչի դե կան, չէ՞, ստերեոտիպներ, որ կինը դուրս չի գալիս սովորաբար սրճարաններ կամ ռեստորաններ եւ տեսնելով ձեր մթնոլորտը ես մտածում եմ, որ սա սիրված տեղ կլինի ցանկացած կնոջ համար եւ ինձ հետաքրքիր է, էլի արդյոք կանայք այդպես ակտիվ հաճախորդ են։ Այո։ Թե ոչ։ Չեմ կարող ասել, թե տղամարդիկ են ավելի շատ գալիս, չէ, կանայք, երեխաներ, նույնիսկ 6-7 տարեկան երկու ընկերուհի գալիս նստում են, bubble tea են ուզում։ Հիմիկվա նորություն երեխեքի համար ժամանակ են անցկացնում հավես։ Շատ լավ, իսկ մի հարց եւս ունեմ։ Օրինակ, եթե դուք ունենաք մեծ քանակությամբ պատվերներ, դուք նշեցիք, որ այս պահին մենակ եք աշխատում ու այս դեպքում ինչպես կընթանա այս process-ը։ Օրինակ, հարսանյաց տոների եթե լինեն պատվերներ կամ ավելի մեծ մասշտաբային պատվերներ, այս դեպքում արդյոք կկարողանաք։ Ես հուսով եմ կգտնեմ լավ օգնականներ, ունեմ պատվերներ ֆուրշետների, հարսանիքների, առիթների համար էլ, այս պահին ես մտածում եմ ինչքանով եմ հասնում, որ պատվերը վերցնեմ, որը չէ։ Ճիշտ է, մենք ամեն ինչ ստեղծել ենք, որ մարդկանց համար հասանելի լինի, կան իրանց պատվերը ստանան, բայց ես չեմ հասցնում մենակով, հիմա քիչ ենք արտադրում։ Մեկ հարց եւս, օրինակ Վրաստանում կան տարբեր ծրագիրներ, եվրոպական ֆինանսավորումներ, որը որ ավելի օգնում է, որպեսզի կանայք զարգացնեն բիզնեսը։ Արդյոք ինչ-որ մի ծրագիրից օգտվել եք, թե ոչ, եւ կամ լսել եք, փորձել եք։ Լսել ենք, ցավոք սրտի չեմ օգտվել։ Ցավոք սրտի նրա համար, որ իմ համար այս ամեն ինչը շատ դժվար է եղել ստեղծել, իսկ եթե օգնեին, ավելի հեշտ կլիներ։ Իսկ եթե լիներ նմանատիպ ծրագիր, արդյոք կա ինչ-որ պահանջներ, որը որ դուք ուզում եք լրացնեիք հենց այդ ծրագիրների միջոցներով։ Այսինքն ինչ-որ տեխնիկական օգնություն, ինվենտար, թե այս պահին ձեր մոտ ամեն ինչ կարգավորված է եւ դուք նոր սարքավորանքների կամ նոր նորությունների կարիք չունեք։ Սարքավորումները բոլորը ժամանակակից տեղադրել ենք մենք մեր ուժերով, բայց էլի չգիտեմ, վարձույթ ենք տալիս, եթե հնարավորություն լիներ, ուրիշ տեղ էլ կբացեինք նմանատիպ սրճարան, որ մասնաճյուղերով լիներ, այո։ Օրինակ այլ քաղաքների մեջ էլ եթե օրինակ եմ ասում, ահա լիներ, ինձ թվում է իհարկե պահանջ կա, մարդիկ առաջարկել են, հենց Ախրքելակից առաջարկել են, որ մեր մոտ էլ բացեք, հաստատ կաշխատի,
դեռ նոր ենք սկսել, պիտի աշխատենք, այս ամեն ինչ, այս ծախսի տակից պիտի դուրս գանք մի հատ, տեսնենք արդարացնի, չի արդարացնի հետո։ Իսկ բիզնես ստեղծելը, հենց բիզնես գրանցելը, գրանցվելը որպես բիզնես ինչպես կգնահատեք Վրաստանում։ Այսինքն այս process-ները ձեզ համար հեշտ է եղել, թե գրանցման հետ կապվածի նկատի ունեմ, օրինակ երևի դուք ինտիմեծարմեի ստատուս ունեք, թե փոքր բիզնեսի, այս process-ները ինչպես եք անցել, Վրաստանում հեշտ է եղել, դժվար է եղել, լեզվի խնդիր արդյոք եղել է այս process-ների մեջ, թե ոչ։ Լեզվի խնդիր կա, որովհետև ես ցավոք սրտի վրացերենը չգիտեմ, ես Հայաստանում եմ մեծացել, կրթությունս Հայաստանում ա եղել, շատ կուզեի մեծ հաճույքով կսովորեի վրացերենը, որ պրոբլեմ չլիներ, ինձ էլի ընտանիքիս անդամներն են օգնում այդ հարցում, հարցս վրացերենի մասնակից չէ, բայց լավ ուսումնասիրել է, գիտի լեզուն, էլի ընտանիքի անդամներն են օգնում ինձ, ընտանիքի շնորհիվ չի եղել այդ դժվարությունը, որ դուք հենց այդ գրանցման հետ կապված կանգնեք, բան բոլորը իրանք են անում։ Այսինքն չի եղել դժվարություն։ Գիտեք ինչի եմ հարցնում, որովհետև օրինակ շատ մարդիկ, ովքեր որ ուզում են սկսել իրանց բիզնեսները, հենց այս թղթաբանության պատճառով ինչ որ կանգ են առնում, դժվարանում են, սա ամենամեծ կարող եմ ասել խնդիրն է ներկայացնում իրանց համար ու ինձ հետաքրքիր էր արդյոք ձեզ համար եւս սա խնդիր էր թե ոչ։ Ես ուրախ եմ, եթե օրինակ ձեր տան անդամները ձեզ օգնել են, ընդհանուր առմամբ ինձ ուղղակի հետաքրքիր էր այդ process-ները ձեզ համար դժվար էր թե չէ։ Երևի ավելի ճիշտ կլինի ասել, միջին դժվարություն ուներ, այդքան էլ հեշտ չէր, այդքան էլ բարդ չէր, որ չկարողանայինք տակից դուրս գայինք։ Իսկ ինչ կցանկանաք ձեր հաճախորդներին, Նինոց Մինդայի հաճախորդներին եւ այն մարդկանց, ովքեր որ անցնելով այս ճանապարհից հանկարծ տեսնում է ձեր այս գեղեցկությունը եւ ներս է գալիս, ինչ կցանկանայիք։ Կցանկանայի կան վայելեն մեր քաղցրները, անկեղծ լինեն, իրենց կարծիքները արտահայտեն, եթե ինչ-որ փոփոխություններ են ուզում, տեղյակ պահեն, սիրով կընտառաջենք։ Շատ շնորհակալություն, անչափ հաճելի էր ձեզ հետ զրուցել եւ հոգեպես ինչ հանգստություն եմ զգում այս սրճարանի մեջ, ձեր գործերին հաջողություն եմ ցանկանում եւ մերսի, որ ընդունեցիք, չմերժեցիք եւ նորանոր հաջողություններ եւ անուշ կյանք բոլորին երևի։ Շնորհակալություն։ Մերսի շատ ձեզ էլ, շնորհակալ եմ։